Հայկական սիթքոմի սիրահարներին սպասվում է նոր հումորային պատմություն։ Մեկնարկել են 10 մասից բաղկացած Մեղրամիս սիթքոմի նկարահանումները։ Նախագիծը Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի պրոդյուսերական երկրորդ համատեղ աշխատանքն է, որը խոստանում է հանդիսատեսին պարգևել բազմաթիվ զվարճալի եւ անսպասելի ակնթարթներ։ Ստեղծագործական թիմը Մարդամեկի ամբողջ ստեղծագործական մեր թիմն է։ Սցենարականը Հայկ Ալեքյանը, Մոսոն Կարապետյան, Լև Սդավցյան, Արմանը Մելիքյան, ռեժիսոր, օպերատորը Արմենը, մի խոսքով Մարդամեկի ստեղծագործական կազմը եւ պրոդյուսերական կազմը երկրորդ սիթքոմն է սկսում։ Ես սիրում եմ այս հետաքրքիր զգացողությունը գյուղական միջավայրի ու քանի որ կերպարներն էլ հենց գյուղացիներ են, շատ այս կոլորիտը շատ լավն է։ Սիթքոմի կենտրոնում գյուղում ապրող երիտասարդ զույգն է՝ Մանեն ու Դավիթը։ Նրանք ծնողներ չունեն ու մեծացել են համագյուղացիների հոգացության ներքո։ Երբ երիտասարդները որոշում են ամուսնանալ, նրանց հարսանիքը դառնում է ամբողջ գյուղի քննարկման գլխավոր թեման։ Հետաքրքիրն է նա, որ այդ գյուղում անտենա չկա, ինտերնետ չկա, իրանք իրանց գյուղից բացի ուրիշ տեղ չեն եղել։ Դե հիմա պատկերացրեք ինչ է սպասվում ձեզ, սիրելի հեռուստադիտող, եւ մեզ այդ ճանապարհորդության ընթացքում Զավիկի եւ Բաբիկի հետ։ Նորություն այնքանով, թե իմ համար, թե հեռուստադիտողի, որ բացի որ կերպարի անունը ուրիշ է ու դերը ուրիշ է ու լրիվ ուրիշ սիթքոմ է, նաև ես որպես մարդ տենց արտաքնապես կերպարանափոխված եմ։ Ամեն բան ավելի հետաքրքիր է դառնում, երբ Մանեն ու Դավիթը հայտարարում են, որ ցանկանում են ամուսնանալ ոչ թե հայրենի գյուղում, այլ Եգիպտոսում ծովի ափին։ Գյուղապետի նախաձեռնությամբ մշակույթի տանը հրավիրվում է մեծ ժողով։ Երկար քննարկումներից հետո գյուղը վերջապես համաձայնվում է ընդունել սիրահարների որոշումը, բայց հատուկ պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմը բացառիկ է։ Գյուղապետի քարտուղարուհի Ծովինարի ղեկավարությամբ համայնքը մեկնում է Եգիպտոս։ Ծովինարն անաչալնիկ ջան, ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Նման չի Սաթենի Քազարյանի կերտած կերպարներին ինձքան ժամանակվա, սիրել եմ շատ, թիմը շատ լավն է, շատ հարազատ է, ինձ համար շատ կարևոր է։ Մարդկային որակը որքան էլ որ լավն է լինում սցենարը, ասելիքով է լինում, հումորով է լինում, բայց ամեն մեկը իր տեղում է։ Այսպիսով սկսվում է մի ճանապարհորդություն, որը լի է անակնկալներով, զավեշտալի իրավիճակներով ու անմոռանալի արկածներով։ Մեղրամիսը ոչ միայն պատմություն է սիրո եւ ընտանիքի մասին, այլև հայկական գյուղական կոլորիտի, բարեկամության ու համայնքային համերաշխության հումորային արտացոլումն է։ Մեղրամիսը Armenia TV-ի եթերում կլինի սեպտեմբերին։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։